Ինչի եղավ։ Այսինքն փաստացի 6 տարի է, այո, 6 տարի է դուք կռիվ եք տալի, 6 տարի է բարձրաձայնում եք։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ որ ԱՄՆ փոխնախագահը եկել էր, եկաք եւ կոնկրետ պահանջներ ներկայացրեցիք, հա։ Փաստացի որևէ արդյունք չկա, ով չի աշխատում, ով ինչ չի անում, ինչ ակնկալիքներ ունեք։ Ոչ մեկն չի աշխատում, ոչ մեկն է պետք չի որ աշխատի։ Պարոն Ղուկասյան, ներողություն եմ խնդրում, մի վարքան առաջ կգնաք։ Առաջ գնալ։ Պարոն Ղուկասյան, հիմա ձեր ակնկալիքները, որ ոչ մեկ չի աշխատում, օրինակ ԱԱԾ տնօրենի։ Չէ, պետք է աշխատեմ, չէ, ես չեմ հանդիպել։ Հատկապես նոր տնօրենի հետ ես հանդիպում չեմ ուզում։ Չունեմ, սպասելիք չունեմ։ Չունեմ, հիմա այդ հանձնաժողովի անդամ եմ եղել այդ միջգերատեսչականի տեսել եմ, որ ոչ մի բան չկա, մենակ սոցիալական հարցեր է լուծվում, ուրիշ հարց չի լուծվում։ Սա այլ տեղից չի շարժում, այս հանքանիչ հանձնաժողովի անդամ էլ պետք է լինեի, անունը սենց են ի սկզբանե ծնողների բանով որոշված էր, որ ես պետք է լինեի տե, բայց եկավ առաջին նիստը եղավ, ես կի խաբարել չելա, որովհետև նիստ ալնելու, արանքում ակուրատնին սիրուն գեղեցիկ ձևով ֆուկ արին, որովհետև գիտեին, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ, ես կային երկու հոգի կային, իրանք էլ երկու նիստ գնացել են, երկու նիստ հետո էլ չեն գնացել ու վերջի հանդիպումը որ ստեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ մոտեցավ պատասխանները տվեց, հարց տվեց հենց Անդրանիկ Քոչարյանը ինչի չեք գալի նիստերին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց գայինք ինչ անենք, գայինք կապիկությունները ձեր նայենք։ Հիմա 6 տարի հաստացի ծնողները, այդ թվում նաև լրատվամիջոցները, որոնք պարբերաբար ձեր կողքին են եղել, ձեր յուրաքանչյուր խոսքը տեղ են հասել, 6 տարի հարցերին լուծում կոնկրետ պատասխաններ չկա։ Այսօր ինչ ակնկալիք։ Եթե ինչ էլ կա, եթե ինչ էլ այսօրվա դրությամբ, ասենք այդ դավաճան անձանցից մարդիկ կան, որ այսօր կրում են պատիժ, մեկը հենց էլի անմիջական մեր ծնողների էլի ջանք ու եռանդ նայել է, որ այդ մարդը ստանա իր արժանի պատիժը, թե չէ որ այդ դրան հետևից էլ չեթայինք, էդ էլ չէր ելնելու։ Իսկ ինչ մնում այս մնացածին տենում ենք, էլի ինչ են արել, ումն են արել։ Այս դավաճանները այսօր ասենք այնտեղ դավաճանել են, այսօր եկել են պաշտոններ են զբաղեցնում։ Չէ, ես ಅದներ ո՞ս կարամ կամ։ Ես գիտեմ, բայց ես չեմ կարա։ Այդպես բարձրաստիճան սպայական կազմը Արցախի պաշտպանության բանակի։ Ջալալ Հարությունյանը Վարդաշենք։ Ջալալ Հարությունյանը դատվել է այն մի դրվագով։ Ով ո՞վ է դել դատվել։ Ով է, թող մեկն ու մեկին ցույց տան, ով է դատվել։ Ես չեմ իմանում։ Լավ, դուք ի վերջո, պարոն Ղուկասյան, 6 տարի շարունակ ծնողների շատերը հասկացել են, որ իրենք խաբված են։ Դուք ումից եք փախված եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ինչ ակնկալիք։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ Նիկոլի իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից չունեմ, որտեղ 6 տարի տեսել եմ, որ ոչ մեկն էլ ոչ մի բան չի անում։ Հիմա հարց, այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացություն ելնելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ով են ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ 25 թվականի սեպտեմբերին զեկու աշխատանքը հայտարարեցին ավարտված, էլի ենք սպասում, որ ինտեր խոստացավ, ասեց անպայման մենք զեկույցը կանանդոն։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու վсё, պերց։ Այդ ինչ է նշանակում, ես այդ եմ ուզում հասկանամ, հարգելիներս, այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք ով էր մեղավորը, մեր երեխեքի, մեր տղեկի զոհվելու մեղավորն է, իմ աղբոր, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ աղբերը, որ զոհվել է այդ բարդակը, որ տիրել անդե, ում մեղավորությունն է եղել այդ բարդակը, էդի զինվորը չէր էլի այդ բարդակ շինողը, այդ բարդակ շինողը իրանց հրամանատարներն էին։ Այս 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխանը։ Չէ, չենք ստացել։ Չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անհետ կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էնել էլի իմ քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալի, Արուստամյան Կարեն անուն եմ տալի։ Անուն էիք ուզում։ Բաժալստը, մինչև այնքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Արուստամյան Կարենը փախած արդեն։ Ձեր գործողությունները ինչ են։ Չէ, հիմա այդ մենակ Արուստամյան Կարենով չէ պրծնում է։ Լիքը կան, այսպես վերևից ներքև կան լիքն է։
Թող հիմա քնի հանձնաժողովի բա գործը ո՞րն է ելը, ուզում եմ դուք էլ ինձ ասեք, ես եմ չեմ հասկանում, քնի հանձնաժողովը ի՞նչն էր քննում։ Պատերազմի հետևանքները։ Հետո հետևանքներն ասեն ինչ եղավ, ելավ ու մեղքով եղավ։ Ու ուրիշ ավել բան չենք ուզում։ Հիմա հավիճուտ չենք տվել, տղեկ ենք տվել, կարգին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով 44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ էլի փորձում են պատերազմով վախեցնել, պատերազմ եք ուզում մենք այն պատերազմը կկրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10,000 հոգի զորք է, 2 կորպուս, 84 միավոր զրահատեխնիկա, նայեք քանիսն է խոցվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով է սահ տալի, ես չեմ ուզում պատերազմ, ես այդ պատերազմի ուժասն եմ, ես եմ հարազատ Կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ քո համար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքիդ վիզը կդրի, չէ ախպեր, ավել լավ է զենքը ձեռս մեռնեն, թուրքի, ինչա, բա էդի չի տանում, այսօր ասում եք իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ այսա 500,000 թուրք գալու է լծվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի տեսնում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղջենք, խախտնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղջեն սարքենք, մաքուր անարատ բաղջա, նոր հետո անցնենք այն մնացած հարցերին, հլը մեր մեջի դավաճանները շնից շատ են գելից քիչ, վաղը կռիվելավ էլի կպարտվենք, բա ինչ կանենք, 1000 դավաճան կալը մեջներ։